Մեքենան ոնց է մոտենալու այդ տարածքին։ Ինձ փորձում են հիմնավորել, որ դե եթե հրդեհ է լինում, ամեն դեպքում հրշեջ մեքենան բոլոր տեղերով էլ իրավունք ունի մոտենա, ասում ես ընդունում եմ դա, բայց ինձ ասեք այդ հրշեջ մեքենան տրանսֆորմեր է լինելու, ինչ է լինելու, որովհետև եթե դիմացը եղավ, ասենք, պատ, հաստաբուն ծառեր, գիտեք ինչ են ինձ պատասխանում, ասում դե ծառերը կկտրեն ուրեմն, ասում դուք հասկանում եք պետական պաշտոնյայի անադեկվատ պատասխան է, էլի։ Այսինքն հրդեհի ժամանակ հրշեջները պետք է իջնեն, չգիտեմ, ասենք, մի 50 հատ ծառ կտրեն, որ կարողանան մոտենալ։ Այս մոտեցումը, տեսեք, այս կառուցապատման ոլորտը իրոք, եթե դուք ընդհանուր դիտարկենք ամբողջ Երևան քաղաքում ու հնարավոր է նաև մարզերում, ես ուղղակի մարզերից տենց տեղեկություններ չունեմ, դարձել է ռեալ կոռուպցիոն որջը, կոռուպցիայի որջը ու ոչ մեկ դրա համար որևէ գործողություն չի անում, ոչ իրավապահ համակարգը, ոչ պատկան մարմինները, ոչ կառավարությունը, ոչ մեկ։